Վերջին տեղեկություններով Իրաքում Միացյալ Նահանգների դիվանագիտական առաքելությունը սկսում է դիվանագետների արտակարգ տարհանում։ Ամերիկյան դեսպանության անձնակազմը տարհանվում է նաև Քուվեյթից։ Մեծ Բրիտանիան զգուշացրել է բոլոր բեռնանավերին Պարսից ծոցահատելիս սպասման ռեժիմում մնալ։ Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ գեներալ-մայոր Մոհամմադ Բաղերին հինգշաբթի հրամայել է սկսել համազգային զորավարժությունների շարք, հաղորդել է Մեհրը։ Բաղեիի խոսքով զորավարժությունների նպատակն է բարձրացնել Իրանի զինված ուժերի պաշտպանական հզորությունը, օպերատիվ պատրաստվածությունը և զսպման ներուժը, նշել է գործակալությունը։ Որքանով է հավանական մեր սահմանների անմիջական հարևանությամբ ռազմական էսկալացիան, փորձագետների հետ խոսել է Դավիթ Գենջոյանը, դիտենք։ ՀԱԳԱՏ-ն պաշտոնապես հայտարարել է, որ Իրանը խախտել է միջուկային զենքի տարածման վերաբերյալ իր պարտավորությունները։ Միջուկային գործակալության զեկույցի բացահայտումներին կտրուկ արձագանքել են Թեհրանից եւ Երուսաղեմից։ Իրանը կոշտ դատապարտել է քայլը որակելով քաղաքական ճնշում եւ սպառնացել էլ ավելի ընդլայնել իր միջուկային ծրագիրը։ Իսրայելը, սակայն, Իրանի միջուկային ծրագիրը դիտարկում է իր երկրի համար գոյաբանական սպառնալիք։ Ամերիկյան որոշ վերլուծաբաններ շատ հավանական են համարում, որ Իսրայելը առաջիկա օրերին հարվածներ կհասցնի Իրանի mijուկային օբյեկտներին։ Մինչդեռ ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի իրավիճակը գետնի վրա դեռևս անորոշ է։ Տեղեկատվական դիրություն է նաև որոշ պաշտոնյաների հայտարարություններ կան, բայց կոնկրետ գործողությունների դաշտում կարծեք թե որևէ բան առայժմ հստակ չէ։ Փորձագետի կարծիքով Իսրայելը ռիսկ չի անի առանց մեծ եղբոր ԱՄՆ-ի այդպիսի լուրջ քայլի գնալ։ Բայց համատեքստում տարածաշրջանում մենք ունենք մի վարչախումբ, որը տենչում է ուղղակի պատերազմ Իրանի դեմ։ Նեթանյահուի վարչախմբի մասին է խոսքը, ընդ որում Իսրայելը ոչ բոլորն են համաձայն այդ քաղաքականության հետ։ Եվ այս համատեքստում կարծեք թե պատեն առիթ է դիտարկվում տվյալ հանգամանքը Իրանի վրա, ասեմ այսպես, հարձակում իրականացնելու համար։ Բայց իսրայելական կողմը միայնակ նման հարձակում իրականացնելու, լայնածավալ հարձակում իրականացնելու հնարավորություն չունի եւ առանց Միացյալ Նահանգների թույլատրության նման գործողության չի կարող գնալ։ Այնինչ առավելագույնը կարող է անել Իսրայելը փոքր կետային հարվածներ հասցնելն է, ասում է իրանագետը։ Իսրայելական կողմը հնարավորություն ունի օդային հարված հասցնելու, ոչ լայնածավալ բնույթի, կետային օդային հարվածներ հասցնելու հնարավորություն ունի, բայց գիտեք իրանական կողմից էլ հայտարարում են, որ իրաց հիմնական ախորյանը այդ պարագայում կլինի Միացյալ Նահանգների ներկայությունը տարածաշրջանում, Միացյալ Նահանգների ռազմակայանները եւ այն ենթակառուցվածքները, որոնք ըստ էության սպասարկում են։ Իսրայելի հնարավոր հարվածը նույնիսկ սահմանափակ լինելու դեպքում կարող է տարածաշրջանում լուրջ հետևանքներ ունենալ։ Իրանը հստակ զգուշացրել է, որ պատասխան կհարվածի ԱՄՆ ռազմաբազաներին, հատկապես որ դրանք գտնվում են իրենց հասանելիության գոտում։ Իրանագետը ընդգծում է Իսրայելի եւ Ադրբեջանի միջև խորը ռազմավարական կապերը Ադրբեջանը դարձնում են Իրանի դեմ Իսրայելի գործողությունների հնարավոր մասնակից։ Ինչպես գիտենք, Իրանը մեկ անգամ չէ հայտարարել, որ Հարավային Կովկասում սահմանների ցանկացած փոփոխություն անընդունելի է։ Իրանի վրա յուրաքանչյուր հարձակման պարագայում Ադրբեջանը դիտարկվում է որպես ցածկահարթակ, հատկապես եթե խոսքը գնում է Իսրայելի պետության մասին, որի հետ Բաքվի բարբարոսական վարչախումբը ունի խորը ռազմավարական հարաբերություններ, ոստի այս համատեքստում ադրբեջանական կողմը ակնհայտորեն այն շահառուներից է, որը կցանկանան Իրանի դեմ ռազմական գործողություններ, բայց սա հղի է նաև ռիսկերով, որովհետև եթե ադրբեջանական տարածքը օգտագործի Իրանի վրա հարձակման նպատակով, ապա այդ տարածքը նույնպես թիրախ կդառնա իրանական հրթիռային հաստատի համար։ ՄԱԳԱՏԷ-ի զեկույցը եւ լարվածության սրումը Մերձավոր Արևելքում իրավիճակը դարձնում են պայթյունավտանգ։ Փորձագետներն ասում են, որ մոտ ապագայում ռազմական բախումների վտանգը մեծ է, հատկապես եթե դիվանագիտական ջանքերը փակուղում հայտնվեն։ Դավիթ Գենջոյան, Reopen Media։